երկուսն են։ Շարունակում ենք ծրագիրը բարեկամներ, մենք այստեղ Արմեն Չիփոփչյանի հետ արդեն քննարկումները սկսել ենք, դուք էլ միացեք, բարի երեկո Արմեն։ Բարի երեկո։ Մենք հենց նստում ենք քննարկումները սկսում ենք, այնպես չի որ։ Հենց գնում ենք գովազդի էլի քննարկում ենք, մեր մոտ չի դադարում։ Հետո էլ, բայց արդեն այլ թեմաներից կյանքի։ Արմեն, մեզ բոլորիս ընդ որում եւ ինձ հետաքրքրում է պատերազմ եւ բենզինի գների թանկացումը, որ իհարկե սպասելի էր պատերազմի ժամանակ նման բաներ հաճախ են լինում, բայց ավելի շատ սա կապված է ստերեոտիպին հորմոսի նեղուցի հետ։ Նոր թվում է թե Միացյալ Նահանգները ամեն ինչ արեցին, որ էլ ուժ չի մնացել Իրանին, բայց Իրանը կարողանում է խոչընդոտել շարժումը հորմոսի նեղուցով։ Ոնց է դա։ Ես այսօր նայում եի դոկումենտալ կադրեր, անգամ փոքր նավերը իրանական հարվածում են Միացյալ Նահանգների կողմից, բայց էլի կարողանում են ինչ-որ ականապատել, եսիմ ինչ կրակել նավերի վրա։ Այո, տեսեք, ինչ է կատարում այստեղ։ Եկեք մի բարձ բան հասկանանք, որ ընտրություններից առաջ Իրանը փորձում է չափազանց բարձրացնել ԱՄՆ-ի համար գինը պատերազմի, բայց այստեղ մի տարբեր բան կա, չմոռանանք, որ Իրանի ընտրություններից առաջ նաև Հայաստանի ընտրություններն է։ Այստեղ Հայաստանի իշխանությունները լուրջ մտահոգվելու բանն են, որովհետև ի վերջո եթե բենզինի գները, նավթի գները այսքան բարձր մնացին, բենզինի գները թանկացան, իդեպ գիտեք ինչ են զգուշացնում, եթե մինչև ապրիլ չավարտվեց այս նավթի գների այս բարձրացումը, արդեն նավթի գների բարձրացումը կսկսի ազդել արդեն բնականաբար արտադրության ոլորտների վրա, բոլոր ոլորտների վրա տնտեսության եւ կսկսի մասսայական ինֆլյացիա բոլոր երկրներում։ Դե պարզ է, չէ՞ որ նավթը ամեն ինչի։ Դե օրինակ Միացյալ Նահանգները վերցնենք, եթե բենզինի գինը թանկանում է, այդ ամբողջ թրակները տեղափոխող ամեն ինչը ինքնաթիռները, ապրանքի ինքնարժեքն է թանկանում, չէ՞ ի վերջո։ Եվ ուրեմն դրա համար կա վտանգ, որ եթե պատերազմը չավարտվեց, ընդ որում եկեք այստեղ մի նյուանս կա, ոչ Ամերիկայի ժողովրդի բոլորին կբացատրես, ասենք, պատճառը թանկացման, հա, շատ մարդիկ կան ընդհանրապես հետաքրքիր չի, չգիտեն ինչ է հորմոզի նեղուցը, չգիտեն ինչ է տանկերը, չգիտեն ինչ է, իրանք ապրում են, գնում են խանութ, գինը բարձր է, սա մեղավոր են իշխանությունները, չէ՞։ Այո։ Եվ այդպես էլ կա։ Եվ այդպես էլ կա։ Ես էլ եմ այդպես, որ նայում գներին ում եմ հիշում։ Դե բնականաբար։ Դրա համար այս իրավիճակը կարող է բերի ընդհանրապես վտանգավոր, այսինքն երկարաժամկետ նաև եվրոպացիք են այս իմաստով անհանգստացած, որտեղ տեսնում եք այն աճ ծայրահեղական ուժերը ոնց են սկսում ակտիվանալ, այս վերջերս Գերմանիայի տեղական ընտրություններ են սկսել, իդեպ այդ Պուտինամոլ եւ աճ ծայրահեղական գրեթե ֆաշիստական, այսպես ասում է, AfD կուսակցությունը շարունակում է ռեկորդային ցուցանիշներ գրանցել, անընդհատ աճում, սա շատ վտանգավոր է։ Եվ նույնը վերաբերվում է բոլոր երկրներին, այսինքն այս ընթացքում այս թանկացումները բավականին վտանգավոր են կարող են ազդել։ Հիմա ինչ է տեղի ունենում։ Բնականաբար հենց սրա վրա էլ հույսը Իրանի ղեկավարական ուժերինն է։ Նրանք փորձում են աշխարհի համար ծայրահեղ բարձր սարքել գինը, ի վերջո ստիպել իրենց հետ նստել, բանակցել եւ բավարարել իրենց պահանջները, հա։ Մի բան է վախենալու, տեսեք, հիմա իրենք հայտարարում են, որ քանի դեռ հարվածները շարունակվում է, իբր թե իրանք այդ այսինքն ակնարկում են հորմոզի նեղուցը վտանգի տակ է, բայց նորից եմ ասում, եկեք մի բան հաշվի առնենք։ Եթե ասում է արյան հոտը զգացին, այսինքն եթե զգացին Միացյալ Նահանգների թուլությունը, կարող են գնալ տոտալ շանտաժ հետո, որ մենք հորմոզի նեղուցը էլի չենք բացի, անգամ եթե հարվածները դադարեն, մինչև մեր պայմանները չկատարենք, ի վերջո չենք կարող սա բացառել, սա շատ վտանգավոր իրավիճակ է։ Բայց ո՞նց է փակելու ինքը, չեմ հասկանում։ Բացատրեմ, ես լսեցի, քանի որ ես էլ ռազմական մասնագետ չեմ, ուրեմն ես լսեցի Միացյալ Նահանգների այսինքն վերլուծաբաններին, ռազմական եւ այսպես շարունակ։ Խոսում են հիմնականում անօթաչուների մասին, շահեդների մասին, որոնք շատ ունակ են, այդ հերմոզը փոքր, այդ նեղուցը փոքր տարածքը հանգիստ հասնում են, դե տեսեք ուր են հասնում իրենց շահեդները։ Այսինքն տանկերին կարելի է հարմարել եւ բավականին մեծ վնասներ պատճառել ընդհանրապես անօթաչուներով։ Էլ չեմ ասում, տեսեք, այդ փոքր մոտորանավակների վրա փոքրիկ հրթիռներ է դրած, որով դու կարող ես հարվածել նավերին, այսինքն իրենք փոքրիկ ռազմական մոտորանավակներ է սարքած, դրանց վրա փոքրիկ հրթիռային համակարգեր է տեղակայված։ Դրա համար հիմա ինչ են հարվածում, դուք շեշտեցիք նաև փոքր նավերիներ են, ճիշտ է հարվածում։ Հենց դրա համար դրանք սահմանապահ նավեր են, հատուկ ուրեմն հենց կահավորված հենց բաների համար ռազմական գործողությունների համար կոպիտ ասած։ Կարող է ոչ մեծ մասշտաբով, բայց ընդ որում դրանք ավելի վտանգավոր են, որ դրանք ավելի արագ են, մանևրային են եւ այսպես շարունակ, հա։ Հիմա 3-4 օրվանից Իրանը սպառնաց, որ կսկսի մինապատել
Հորմուզի նեղուցը, դրանք հատուկ նավեր են, որոնք այսպես ասում այսինքն տարածքը մինապատում են, այսպես հատուկ տեխնոլոգիայով, եւ Միացյալ Նահանգները Երևանից սկսել է հարվածել այդպիսի նավերին եւ 16 այդպիսի նավ կարծես թե շարքից հանել է, բայց ոչ մեկ չգիտի ինչքան են, ոչ մեկ չգիտի դրանց քանակը, որովհետեւ տեսեք, հա մեծ նավերը հեշտ է ոչնչացնել, բայց խոսում են, որ իրանք 500-ից 1500 այդպիսի փոքր մոտորանավակներ ունեն, հա, եւ այսպես շարունակ, ինչքան ունեն կոնկրետ մինապատող նավերից բարձ չի։ Այո, դաժան հարվածները շարունակվում են, եւ այսօր Տրամպը ասաց, որ հարցեցին, ասին դուք կարծում եք կարողանան մինապատեն, Տրամպը ասաց, ես չեմ կարծում, ու անցավ առաջ։ Եվ նաեւ կոչ արեց նավերին շարունակել ուրեմն երթևեկություն, այո, Հորմուզի նեղուցով։ Այո, այդտեղ էլի լուրեր կա, կշարունակենք ու ասած հետո։ Հիմա գովազդ վերադառնանք ու կշարունակենք։ Երևանն եք ուղարկում։ Այո։ Օթանավով։ Այո։ Երևանն են ուղարկում։ Ստեղ ուղարկում են, Երևանում ստանում են $1.99 Սենսացիա, Այ սենսացիան է սա։ Ծրիա։ Իսկ ավտոմեքենաները կարող եք ուղարկել անհավատալի ցածր արժեքներով։ Նավով վճարում եք 1 արքղի համար, 2 արքղել անվճար։ Հա, իսկ դրամական փոխանցումները 1%-ով։ Կասեք, Աշոտն է ուղարկել։ Շարունակում ենք զրույցը վերլուծաբան կամ վերլուծությունները, չգիտեմ ինչպես կուզեք, վերլուծաբան Արմեն Չիբուխչյանի հետ, Արմեն խոսում ենք պատերազմից եւ բենզինի գնից եւ դրա վտանգների մասին։ Տեսեք, Տրամպի հայտարարությունը ըստ էության այսօր կրկին խոսվեց այն մասին, որ կարծես թե նախորդ օրերին ակնարկ կար, որ շուտ կավարտվի պատերազմը, այսպես Տրամպը ակնարկ արեց եւ նավթի գները իջան։ Շուտ այնքան հարաբերական հասկացողությունը առանց օրը նշելու շուտ է։ Միանշանակ եւ այսօր կարծես թե նորից ակնարկեց, որ դեռ գործ կա անելու, դեռ թիրախներ կան հարվածներում։ Մեկ, տեսեք, նկատեք իր հայտարարությունները։ Մեկ կգտեվի այնքան ինչքան պետք է, մեկ շուտ կավարտվի։ Մեկ սաղ ոչնչացրել ենք թիրախներ չկանել, մեկ դեռ բան ունենք հարվածելու։ Թիրախ չի մնացել հարվածելու։ Այո, բայց փոխարենը քիչ առաջ օթանավական ինչ որ տեղ էր մեկնում, ուրեմն էլի ասեց, որ դեռ գործ կա անելու, այսինքն։ Դե հասկանում եք, այս ամբողջ հայտարարությունները ըստ էության կամ տակտիկա է, որ ինքը կիրառում է, որպեսզի անկա։ Դե ես տարբերակներն եմ ասում, ամեն մեկը արդեն թողի կմտածի ինչի, կամ ինքը կոնկրետ չեն կարողանում հասկանան ինչ մատուցել ժողովրդին, որ նպատակը իրականացրեցին։ Իսկ թվում է գիտես ինչից է գալիս, որովհետև իրանք չգիտեն ինչքան գտեվի, որ վախենում են գուշակելուց, էլի, բայց բոլորս գիտենք, թե Միացյալ Նահանգների համար մանավանդ, իհարկե բոլոր երկրների համար ինչքան կարևոր է նավթի բենզինի գինը, եւ որ ամերիկացիները ինչ, բայց դա բոլորովին չեն սիրում եւ դա անպայման իր հեղինակությանը եւ ընտրություններից առաջ ազդեցություն կունենա եւ վստահ եմ ինքը դրանով մտահոգված է։ Այս գներով։ Չնայած ինքը ասեց մենք ամեն ինչ ունենք, շատ բենզին ունենք, շատ գազ ունենք, բայց այդ որ ուրախությունից բիզնեսմենը պետք է միջազգային գները անտեսի, ասենք հո կոմունիստական երկիր չի, որ ասի իջացրեք, իջացնեն, հա, այդտեղ էլ մանիպուլյացիա կա։ Դրա համար այո, համաձայն եմ, այստեղ նաեւ գումարած, որ տեսեք, այն որ մինիմում նպատակը իրականացվել է, այո, եւ Իսրայելը եւ Միացյալ Նահանգները ի սկզբանե մտնելուց իրենք հասկանում են, որ իրենք կարող է ռեժիմը չփոխեն։ Հետեւաբար նկատեք, իրենք երբեք չեն հայտարարել, որ իրենց նպատակը ռեժիմը փոխելն է։ Իրանք միշտ ասում են լավ կլինի, չէ, ասում են լավ կլինի, դեմ չենք լինի, բայց որպես նպատակ դա չի նշվել։ Իրանք խաղը խաղում էին նպատակները։ Գլխավոր, այսինքն կա մինիմում նպատակ եւ մաքսիմում։ Ըստ էության մինիմում նպատակին հասել են եւ այսօր կրկին սպառնաց, որ եթե իրենք շարունակեն այս նավթի գները բարձր պայել եւ սկսեն մինապատել եւ կարողանան եւ եթե հաջողվի մինապատել, ինքը սպառնաց ասեց այդ թիրախներն ա, որի մասին ես էլ երեկ խոսեցի, մի քանի թիրախ կա, որից հետո ասեց Իրանը չի վերականգնվի։ Ես այստեղ էլ եմ ասել, նորից կրկնեմ, դա նավթի վերամշակման ամենամեծ գործարանն է, որը Խարկ կղզում գտնվող նաեւ, որը 90% էքսպորտն է ապահովում նավթի, դա գազի, ուրեմն, այսպես ասում ինֆրաստրուկտուրան է, ջրային ինֆրաստրուկտուրան է եւ էլեկտրամատակարարումը եւ նավահանգիստները։ Եթե այս ամեն ինչը վարի տրվի, Իրանը որը իդեպ շատ հեշտ կարող են անել։ Միանշանակ եւ նորից զգուշացրեց ինքը անընդհատ հիմաստապահում է, որպես խաղում է Տրամպը, ասում է մենք չենք ուզում ձեզ լրիվ սրբենք, այսինքն չենք ուզում ձեզ քարիդար նետենք, եթե դուք չգնաք մեր այդ համաձայնության, ըստ էության դա կարվի։
բայց տեսնենք, որովհետև այսօր G7 կարծես թե G7 երկրները համաձայնեցին 400 միլիոն բարել շուկա նետելու համար, դա որոշակի ժամանակով կզսպի նավթի գները, բայց որոշակի ժամանակով, եթե Հորմուզի նեղուցը չաշխատի, նավթի գները կմնան բարձր։ Զարգացումներին հետևենք Լիբանանում այսօր առավոտը, բայց ասեմ ձեզ, լավ չի իրանցիների վիճակը, ինչքան իրենք խոսում են, որ թե իբր իրենք կարող են մի կես տարի պատերազմել, տեսեք, Արմեն պետք է հասկանալ, չէ, այդ դրամը արժեքազրկված, այդ ամբողջ բաները ինչի մասին է խոսքը։ Դուք այսօր Հեզբալլահը լիարժեք պատերազմ սկսեց Իսրայելի դեմ, մոտ 100 հրթիռ առավոտյան արձակվել Իսրայելի ուղղությամբ։ Լիբանանի կողմից։ Այո, Լիբանանի կողմից, հիմա Բեյրութ նկարակի մեջ, այնտեղ սկսվեց, այսինքն Իսրայելը հիմա ավելի շատ կենտրոնանալու է Լիբանանի վրա, Հեզբալլահը ոչնչացնելու համար, ընդ որում ես ասել եմ նախորդ եթերներում, սա ծանր վիճակից է Իրանի, սրանք ստիպեցին, որպեսզի Հեզբալլահը ստիպեցին ուղղակի, որպեսզի Հեզբալլահը գնան, Հեզբալլահը սկզբից չէր ուզում, տեսեք, հութիներից էնել չի գարի։ Ախր Հեզբոլլան չէր ուզում, հետո Լիբանանը չի ուզում, կրակի մեջ է հայտնվում այդ պատճառով Լիբանանը։ Այո, միանշանակ եւ Լիբանանի իշխանություններն չէին ուզում, իբր ասեցին մենք կարգել ենք կամ արգելեցին Հեզբալլահի զինված թևի գործողությունները, բայց մեծ հաշվով տեսեք վտանգավոր տեղատանում եւ այսօր կուզենամ հետարքիր բանով ավարտել Վլադիմիր Զելենսկին հարցազրույց էր տվել ամերիկյան ուրեմն մի բլոգեր է, ասեմ, երբ բլոգեր էր, այսպես կարծես թե, ուրեմն եւ հետարքիր բան ասաց, եթե պատերազմը միջև աշուն չավարտվի, սա այն ինչ որ ես ասում եմ, եթե արյան հոտը զգացին, թուլության հոտը, ասեց, սա կարող է վերածվել մեծ երրորդ համաշխարհային պատերազմի, որին աշխարհը պատրաստ չի։ Եվ ակնարկեց, որ անգամ Ամերիկան պատրաստ չի, որտեղ այնտեղ լրագրողը ասեց, դուք ձեզ ոնց եք զգում, որ Ամերիկան ձեզ խնդրեց օգնության, բա ասում էին դուք քարտեր չունեք ձեր ձեռքում։ Պարզվեց ունեն քարտեր Ուկրաինան, ինչքան քարտեր ունի։ Եվ ասեց, այո, Ամերիկան մեզ խնդրեց, մենք ուղարկեցինք, եւ ես լավ եմ զգում ինձ այդ թեմայով, որ ինձ դիմեցին, բայց մեծ հաշվով զգուշացրեց, որ կարող է սա վերածվի տրագեդիայի եւ բացատրեց, որ ժամանակակից, այո, Ամերիկան ամենահզոր ռազմուրն ունի, բայց ոչ մեկ ժամանակակից պատերազմում ցամաքային գործողության մասին պատկերացում չունի բացի ուկրաինացիներից, որտեղ այդ ահռելի զոհ ARTN լուրերի հովանավորն է FIBI ընկերությունը։